Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հուսով եմ շուտով ականատես կլինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ձեր տարածքն է և այսօր հաստատում ենք Գերմանիայի այս ուղիղ և հստակ դիրքորոշումը, ասել է Շտայնմայերը։ Իրավապահները Ատլանտյան օվկիանոսում կալանել են Սուզանա, որում եղել է գրեթե 65 տոննա կոկային, ինչպես նաև անձնակազմի 5 անդամ։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։ Գործողությունը տեղի է ունեցել Ազորյան կղզիներից 900 կիլոմետր դեպի հարավ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը եւ դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Armenpress-ի հաղորդմամբ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենի, խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգելի, Քրիս Լոունի եւ Լորդ Մարկ Մակնիսի կողմից։ Մարտի 31-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի բանվորական կուսակցության հիմնադիր առաջնորդ Աբդուլլա Օջալանը հանդիպել է ընտանիքին։ Ռամադանի առթիվ ընտանիքի հետ տեսակցելու թույլտվություն են ստացել նաև Իմրալի կղզու բանտարկված այլ անձինք։ Ընտանիքի հետ հանդիպմանը Օջալանը նաև շնորհավորական ուղերձ է եղել քուրդ ժողովրդին Նովրուզի տոնի կապակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինչ-որ պահի կառավարության արդյունավետության դեպարտամենտը ձեռնարկատեր Իլոն Մասկի գլխավորությամբ ստիպված կլինի դադարեցնել իր աշխատանքը։ Այդպիսով Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է պետական ծառայությունից միլիարդատիրոջ հեռանալու մասին։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ Մասկը պաշտոնավարելու է ևս 130 օր։ Նա հավելել է, որ այս ամբողջ ընթացքում Մասկը գերազանց է կատարել իր աշխատանքը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի հավաքել է առանցքային նախարարներին եւ փորձագետներին Թեհրանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև աճող լարվածության ֆոնին քննարկելու համար Իրանը ներառյալ նրա միջուկային ծրագիրը, հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է մի քանի կադրային փոփոխությունների մասին։ Նրա խոսքով Վրաստանում կստեղծվի տարածաշրջանային զարգացման նոր նախարարություն, որի հիմնական խնդիրներից մեկը կլինի տարածաշրջանային զարգացմանն ուղղված գործունեության առավելագույն արդյունավետության եւ շահութաբերության ապահովումը։ Ամերիկացի դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորնը ասել է, որ դեմ է լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրթության նախարարությունը վերացնելու ջանքերին եւ դրա համար սկզբում սկսում է փրկենք մեր դպրոցները արշավը։ Դաշնային կառավարությունը ներդրումներ է կատարել մեր հանրակրթական դպրոցներում։ Դա վերացնելը մեր երեխաներից որպեսզի մի բուռ միլիարդատերեր էլ ավելի հարստանան ուղղակի սարսափելի է։ Եվ ես դրա դեմ պայքարելու եմ այն ամենով, ինչ ունեմ, ասել է նա ABC News-ին։ Վտանգավոր հիվանդության նոր համավարակ կարող է աշխարհում բռնկվել արդեն վաղ, այդ մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեոդրոս Ադահոմ Գեբրեյեսուսը, երկրներին կոչ անելով ակտիվացնել աշխատանքը համավարակների կանխման համաձայնագրի շուրջ։ Հանդես գալով ԱՀԿ անդամ պետությունների դեսպանների առաջ նա նշել է, որ COVID-19-ի համավարակն այժմ հեռավոր հիշողություն է թվում հակամարտությունների եւ աշխարհաքաղաքական տնտեսական ցնցումների ֆոնին։